Առավոտ։ Օրդ բարին սկսում էիր աշխատանքը 21 TV եթերում, ես եւ Ռեժը պատրաստ հավասար սկսում ենք այսօրվա։ Այո, այսօր հավասար հասան ենք այստեղ քիչ խցանումների մեջ ենք եղել, մի փոքր զիջող եղեք, սիրելի վարորդներ, ծանր է իհարկե երթևեկությունը։ Իդեպ իսկապես մեզ մոտ ընդունված է, որ միշտ ասում են ես անցնեմ, չէ, ես անցնեմ։ Իսկ Եվրոպայում օրինակ նույնիսկ մարդիկ երբ իրար հարվածում են, ասում են sorry, excuse me, ներողություն են խնդրում։ Եկեք մենք էլ էլի զիջող լինենք ու ոչ թե մենք շտապենք, այլ փորձենք ճանապարհը զիջել։ Հենց դարձանք զիջող, առանց խցանումների կլինի, վստահեցնում եմ ձեզ։ Դրա համար պետք է ուղղակի մի քիչ շատ սիրել միմյանց, որովհետեւ զիջող լինել եւ հնարավորություն տալ մեկը մյուսին իրար սիրելու համար ինչ է պետք է իհարկե լավ էներգիա եւ դրական լիցքերով լիցքավորված լինել։ Իսկ լավ էներգիա եւ դրական լիցքերը փոխանցում են նաեւ լավ երաժշտություն, այնպես որ այս պահին մի լավ տեսահոլովակ, բայց հետո կշարունակենք։ Ինչ վերադարձանք, վստահ ենք, որ երաժշտությունը օգնեց ձեզ այսօր պստիկը լիցքեր հաղորդեց, որպեսզի օրը դասավորել, իսկ հաջորդիվ չփոխեք հեռուստաալիքը, որովհետև մեր այսօրվա հաղորդումը շատ հետաքրքիր լինելու եւ լավ հյուր ենք ունենք։ Անշուշտ, հաջորդիվ մեզ մոտ նորաձևությունն է, որքանով ենք մենք ճիշտ համադրում հագուստը, որքանով ենք ես եւ Ռեժը իրար համահունչ չգիտենք, բայց այ կա մասնակետ, ով վստահաբար կկարողանա մեր հարցերին գրագետ կերպով պատասխանել։ Խոսքը իհարկե Նաիրա Հարությունյանի մասին է, նորաձևության հետքերով Նաիրա Հարությունյանի հետ այս պահին։ Դիտեք Նաիրա Հարությունյանին եւ կկռահեք մենք նորաձև ենք թե ոչ։ Ողջույն, նորաձևության սիրահարներ։ Ձեր հետ կրկին ես եմ Նաիրա Հարությունյանը եւ այսօր մենք կխոսենք նրա մասին, թե ինչ նյութեր են ակտուալ 2025 թվական աշնան սեզոնին։ Սկսենք արհեստական մորթուց։ Այն ոչ միայն չի մոռացվում, այլ դարձել է նոր տրենդ աշուն ձմեռ սեզոնի համար։ Այն մեզ հիշեցնում է անցած տարիների բոհեմական էսթետիկան,
սակայն նոր եւ ժամանակակից ձևով։ Այժմ մորթին օգտագործվում է ոչ միայն հագուստում, այլ նաեւ կոշիկների եւ աքսեսուարների ձևավորման մեջ։ Յուրաքանչյուրին հնարավորություն տալով իր հանդերձարանում ավելացնել մի փոքր շքեղություն ու փայլ։ Նորաձև են երկար մազիկով կիսաբաճկոնները, մորթով ձևավորված կոշիկներն ու աքսեսուարները, եւ քանի որ այս սեզոնի գլխավոր ուղերձն է կանացիությունն ու նրբությունը, ապա իհարկե ոնց առանց ժանյակների։ Ժանյակը հատկապես ռետրո ոճով վերածվել է այս սեզոնի գլխավոր միտումներից մեկին։ Նորաձև են նուրբ գոթական բլուզները, ծավալուն թևքերով, երկար զգեստներն ու վիկտորիանական ոճի փեշերը, մետաքսեկ կոմբինացիաները, ժանյակով եզրագծված, նույնիսկ ժանյակով ձեռագործ գլխարկները։ Գունային գամման սահմանափակված չէ, միայն դասական սպիտակով, ակտուալ են նաև հագեցած երանգները, սակայն շատ կարևոր է ժանյակը ճիշտ կերպով համադրել։ Այն կարելի է ներառել շերտավոր կերպարներում, համադրելով հակադրող կտորներն ու ոճի հետ։ Օրինակ, ժանյակով բլուզը կարելի է կրել բայքերական կաշվե բաճկոնի հետ կամ կոշտ ոճի կոշիկներով։ Թրենդում են նաև լաքապատ կտորներից կաշվե արտաքին հագուստները, անձրևանոցներ, պարկաներ, տաբատներ եւ փեշեր։ Հիմնական գույներն են մեղմ բնական երանգները, շագանակագույն, բորդո եւ ողրային գույն։ Այս գույները մեղմացնում են կաշվի փայլը։ Համոզված եմ, որ դուք անպայման կգտնեք ձեր յուրահատուկ լուծումը մնալու գեղեցիկ, նորաձև եւ հաջողակ։ Միշտ ձեր Նաիրա Հարությունյան։ Վերադարձանք տաղավար եւ այս պահին ուզում ենք, որպեսզի մեզ հետ միասին վայելեք նոր տեսահոլովակ, որ ամիսներ առաջ բոլորիս դատին հանձնել է երգիչ Գուրգեն Դաբաղյանը, միասին դիտենք տեսահոլովակը, որից հետո նրան դիմավորենք մեր տաղավարում։ Այս պահին մեզ մոտ եթերում պրեմիերա Անի Գուրգեն Դաբաղյան։ Իրապես շատ ազդեցիկ, շատ արդիական, շատ խորը կատարում ու տեսահոլովակ, իսկ մեր տաղավարում օրդ բարի է այսօր հյուրն է երգիչ Գուրգեն Դաբաղյանը, բարի առավոտ։ Նախ շնորհակալ ենք, որ ժամանակ եք գտել եւ այսօր մեզ մոտ եք։ Առաջին դեպքը չէ, որ մեր տաղավարում եք, սա նշանակում է, որ անդադար աշխատում եք Գուրգեն եւ նորություններ եք ներկայացնում ձեր հանդիսատեսի դատին, ինչպես ընտրվեց այս անգամ, որ պետք է Անին կատարեք։ Քանի որ իմ ստեղծագործական կյանքը այսպես բաժանել եմ երկու մասի, մի մասը կոմերցիոն ավելի այսօրվա երգեր, մյուս մասը կոմերցիային ընդհանրապես ուշադրություն չդարձնելով, այն ինչ սրտից է բխում համար եւ ինչ որ մնայուն արժեքավոր բաներ ստեղծելն է եւ առաջին այդ երգերից եղել է խոսեցեք Արտաշատ Դվին երգը եւ Անին դրա այդ շարքի ոնց որ շարունակությունն է եւ եւս մի քանի երգ հիմա ընթացքի մեջ են, ձայնագրման աշխատանքների մեջ են եւ Ջիվանու այս երգը կարեւոր է համարում այս շրջանում հիմա մեր երկրում որպեսզի լինի հնչի նորից իհարկե ես չեմ առաջին կատարողը, էլի կատարումներ եղել են, բայց եւս մեկ անգամ կատարվի եւ տարածվի Ուղղակի հրաշալի էր կատարումը, շատ ազդեցիկ ու սրտին կպնող, որովհետև ուղղակի չեք երգում, այլ նաև խոսում եք։ Կուզենայի նշել, այ երգի մեջ կա երկու հատված՝ երգի եւ խոսքի։ Սա ինչպես եք որոշել անել եւ ինչու։ Տեսեք, քանի որ երգի քառյակները շատ են եւ երգելով այդ բոլոր քառյակները շատ երկար կտևեր, շատ 10 րոպեից ավել կտևեր, եթե ոչ ավել, բայց քանի որ կարդում էի եւ բառերը ուղղակի ափսոսում էի, որ դուրս մնային, այդ այսօրվա համար էլ արդիական ու կարևոր ասելիք, այո, բովանդակային իմաստով, այդ պատճառով որոշեցի, մտահղացումը իմն էր, որոշեցի, որ այսպես տեքստի ձևով, խոսքի ձևով երաժշտությունը դառնա երկրորդ պլան արդեն եւ խոսքի ձևով գոնե ասելիքը տեղ հասցնենք։ Այ կուզենամ խոսենք գործիքավորումից, հետո իհարկե կատարումից եւս խոսենք, չնայած անզուգական են երկուսն էլ։ Գործիքավորումը ինչպես որոշվեց, որ այս տարբերակը ձեր ինտերպրետացիան է իհարկե այս պահին, որ այս տարբերակով պետք է լինի եւ պետք է այս հատվածները, անցումները այսպես պետք է նվագվեն եւ այլն, այս գործիքների կիրառումը եւս։ Ուրեմն ասեմ, որ գործիքավորման եւ ընդհանրապես այս տեսահոլովակի երգի ամբողջ ստեղծման համար իմ բոլոր ընկերների իմ կողքին են եղել
Big Z Production-ի Զորիկին ուզում եմ շնորհակալություն հայտնել տեսահոլովակի համար, Արտակին Զեյնալյան գործիքավորման համար, ես բոլոր գործիքավորումներին մասնակցում եմ, այսինքն քննարկելով, խելքի տալով, սենց շարժվում ենք առաջ, իհարկե Արտակը շատ տաղանդավոր գործիքավորող է եւ ինձ կես խոսքից հասկանում է, որոշեցինք, որ լինի այնպիսի գործիքավորում եւ նվագակցություն, որը որ օգնում է երգին, այլ ոչ թե հակառակը, որտեղ շատ դեպքերում հակառակն է լինում, հատկապես այս երգի դեպքում, երբ որ խոսքը շատ կարևոր է, որ խոսքը տեղ հասնի։ Այսինքն խանգարող ոչինչ չլինի մինիմալիստական ոճի մեջ, մեկ գործիքի բլուլի նվագակցությամբ եւ այդպես հեռուներից էֆեկտներով, դամի էֆեկտներով, որը որ երգի համար, իմ կատարման համար հիմք է հանդիսանում։ Հետաքրքիր է տեսահոլովակը ինչպես նկարահանվեց, բարդություններ չեն եղել նկարահանումների ժամանակ, գաղափարը, տեսարանը։ Գաղափար կար բնականաբար անի գնալու, բայց ես քանի որ անի եղել էի տարիներ առաջ եւ հիշում եք քանի որ սահմանամերձ է Թուրքիայում եւ այնտեղ չեն թույլատրում բարձրապես թռցնել չի կարելի եւ շատ տեխնիկա տանել դժվարությունների հետ է կապված մի խոսքով արդեն այդ ամենը իմանալով որոշեցինք Հայաստանում գտնել նմանատիպ միջավայր սազող երգին ու Դաշտադեմի ամրոցը գտանք, որը որ շատ համահուն չէր ու Դաշտադեմի ամրոցում նկարահանեցինք։ Երկար են տևել նկարահանումները։ Չի ասի, թեթև գնաց, քանի որ նախապատրաստական աշխատանքները արդեն լրիվ արված էին, մնում էր ուղղակի մեկ օրում նկարահանեցին։ Ով է տեսահոլովակի ռեժիսորը։ Զորիկը Թովմասյան, Մոսկվայից, Big Z Production-ի, որին ուզում եմ ասել շնորհակալություն եւս մեկ անգամ։ Գուրգեն, այս ստեղծագործությունը ընտրելուց հետո, երբ որ իհարկե արեցիք այդ ամեն ինչը եւ ֆանտաստիկ է երկուսն էլ, եւ տեսահոլովակը եւ կատարումը անթերի է իհարկե եւ արդիական է այսօր մեծ նաեւ նշան ունի, խոսք ունի, որը որ ասում է, եղավ քննադատություններ հնչեցին եւ համացանցում հիշում եմ, որ կար որոշակի մենք եւս մեր մասնակցությունը ունեցանք, իհարկե, ասվեց, այ չեք մտածում, որ կլինի կատարման եւ գործիքավորման ի վերջո այնպիսի մի ստեղծագործություն եք վերցրել, որը որ մի փոքր նուրբ է, կպնող է եւ կարող է դա լինել, իհարկե դու ժողովրդական երաժշտության մեջ համար մեկն ես եւ դրա մասին խոսք չկա։ Կար այդ մտավախությունը, երբ որ արեցիք, թե չկար, հետաքրքիր է ինձ ուղղակի։ Մտավախություն չի ասի, բայց այսպես բացառված չէր որ լինի քննադատություն, որտեղ ինչպես ասացիք, տենց զգայուն կետ է, բայց նաև մյուս կողմից առանց քննադատության էլ չի լինի։ Բայց քննադատությանն էլ կա չափեր, ինչ որ չափերի հասնող քննադատություններ, առողջ եւ ինչքանով է այդ քննադատությունը մասնագիտական եւ adekvat։ Ես իհարկե բոլոր քննադատությունները լսում եմ, իմ մեջ ֆիլտրում եմ, ծանրութեթև եմ անում, եթե օգտակար բան կա վերցնում եմ, եթե չէ։ Այս դեպքում քննադատությունը շատ մասնակի էր, շատ մասնակի եւ շատ նեղ շրջանակով, իսկ գլոբալ եւ ժողովրդի հասարակ հանդիսատեսի եւ երաժշտական աշխարհի կողմից չկար նման վերաբերմունք։ Իհարկե դա լրիվ հասկանալի մոտեցում է, նաև այն մասին է ասում, որ գործը արվել, գործի նոր մոտեցում է ցույց տրվել եւ բնականաբար ինչ որ զգայուն կետեր լինելու հակադրություն կարող լիներ։ Այ ինչ վիճակում է այսօր գտնվում մեր ազգային ժողովրդական էթնիկ մեր երաժշտությունը եւ ինչ կա, ինչ պետք է անել։ Շատ հակասական երևի պատասխանը տամ, որովհետև մի կողմից շատ վատ տխուր վիճակում, եթե մի կողմից նայենք, բայց մյուս կողմից էլ բավական լավ։ Միանշանակ ասել շատ լավ ամեն ինչ կամ շատ վատ ամեն ինչ չէ։ Անկեղծ, որովհետև ես այս խոհանոցը լավ իմանալով, այս երաժշտության մեջ լինելով, համեմատում եմ օրինակ տարիներ առաջ, երբ որ ես երգում էի իմ փոքր հասակում, դժվարությունները շատ ավելի շատ էին այս երգերը երգելու, քան հիմա։
տարիների ընթացքում այն ժամանակ, երբ որ ես երեխա ժամանակ երգում էի, բոլորի համար խորհուրդ էր ինչպես կարա երեխան երգի սերիալ, աշխուղական սայաթնովա, չի կարելիները շատ էին ավելի։ Եվ չկար նման օրինակ, այսինքն գետի հունին հակառակ լողալով էինք գնում այն ժամանակ։ Իսկ հիմա տեսնում եք ինչքան պրոյեկտներ կան, որտեղ շատ ու շատ ժողովրդական երգիչներ են դուրս եկել, ինչքան հնարավորություն են տալիս, որոնք ժողովրդական չեն, բայց էլի ժողովրդական երգերով մասնակցում են։ Ժողովրդական ասելով ազգային ոճը նկատի ունեմ ընդհանուր առմամբ ֆոլկլոր, էթնիկ, մի խոսքով էս բոլաշուղական, ազգային, այս ամենը նկատի ունեմ։ Տարիներ առաջ ուրախ առիթներին ընդունված չէր, գրեթե ընդունված չէր ժողովրդական երգ երգել, լսել, դրանց տակ ապրել, ուրախանալ։ Այսօր ես ուրախություն եմ ապրում, տեսնում եմ, գրեթե առիթ չկա, որտեղ կամավորի երգ չհնչի, որտեղ ինչ որ հատված գոնե չլինի ազգագրական, այդ ազգային երգերով, պարերով, կամ ինչ որ երգիչ, եթե ունի լավ հնարավորություններ, թեկուզ ռեստորանային ինչ որ բարդ աշխուղական մի երգ, համամաշխարհ կամ նմանատիպ մի երգ չերգի, թեկուզ իր հնարավորությունները ցույց տալու համար, սա իհարկե լավ կողմ է։ Բայց կա նաև վատ կողմը, որ վատից շատ չեմ խոսա, իհարկե, բայց խառնուրդային վիճակներն են շատացել, միքսային վիճակներն են շատացել, դա լավ է, բայց առանց բնօրինակի հաշվին լինելու։ Բնօրինակը միշտ պետք է մնա, իսկ այդ միքսային սինթեզված տարբերակները ուղղակի ավելացումներ լինեն որպես։ Գուրգեն, դուք իսկապես այն եզակի արտիստներից եք, որ դեռ փոքր էիք, բոլորը ձեզ ճանաչում էին, ես հիշում եմ կային կասետաներ, այն ժամանակ ես ունեցել եմ անձամբ դեռ Վանաձորում երեխա էի եւ լսում էի երեխայի կատարումներ, եզակի էիք ու միակն էիք կարելի ասել ու դրանով բոլորը ձեզ ճանաչում էին ու գիտեն։ Եթե այսօր հնարավորություն ունենայիք տեսնելու փոքրիկ Գուրգենին, ինչ կասեիք նրան։ Չգիտեմ, ես հիմա երիտասարդներին խորհուրդ եմ տալիս, ինձանից ավելի երիտասարդներ այդքան ծեր չեն էլի, որ երիտասարդ եմ ասում։ Գուրգենին էլ նույն խորհուրդը կտայի երեխա տարիքում, որ չվախենան համարձակ լինելուց, չվախենան նոր բաներ անելուց, չվախենան թեկուզ սխալվելուց, չվախենան որոշակի քննադատություններից, ուղղակի լինեն պատրաստված, գիտելիքով հարուստ եւ որպեսզի իրենք սահմանները իմանան, ինչքանը կարելի, ինչքանը չի կարելի անել երգի մեջ։ Եթե իրենք այդ գիտելիքով հարստացած լինեն, այսինքն խորությամբ ուսումնասիրելով եւ ազգային բոլոր շերտերը մեր երաժշտության եւ տարածաշրջանի մեր հարևանների եւ տարածաշրջանային երաժշտությունը եւ եթե հնարավոր է դրանից ավելի դուրս նաեւ դասական համամարտկային արժեքները շատ ավելի իրեն գիտելիքով հարուստ կլինեն եւ իրենց արածի ամեն պատասխանը կունենան եւ ավելի համարձակ կլինեն, ոչ թե վախվորած անդադ չի կարելիների սահմանափակումների մեջ, չի կարելիների սահմանափակումների մեջ արվեստը չի զարգանում։ Այդ չի կարելիները սպանում են։ Հատկապես երբ որ խոսքը գնում է ոչ դասական ֆիքսված նոտագրված երաժշտության մասին, այլ ժողովրդական, աշխուղական, բանավոր արվեստը եւ նաեւ իմպրովիզացիոն արվեստը։ Տեսեք, այն ժամանակ չկար համացանց, բայց կար սեր դեպի ժողովրդականը եւ մարդիկ միմյանց տարածում էին այդ կասետները եւ այդպես երգը դառնում էր ճանաչելի, արտիստը նույնպես։ Այսօր կա համացանց եւ ընդհանրապես մեկ հպումով, հա, կարելի է ներկայացնել երգը, բայց որոնք են այսօրվա համացանցի ըստ ձեզ սխալ կողմերը կամ դուք ձեզ համարում եք այդ հետևորդներին հետևող, Instagram-յան էջ վարող, դա ճիշտ է, սխալ է, ինչպես եք ընկալում այս նորաձև տարածումը, հա։ Դե ճիշտ ու սխալ չասեմ, որ եթե կա, ուրեմն ճիշտ է, ասենց ասեմ, իսկ իր լավ ու վատ կողմերն ունի, ուղղակի ինֆորմացիան այսօր շատ նույն համացանցում առաջ դժվար էր ինֆորմացիա ճարելը, մի բան գտնելու համար շատ փնտրտուք հանրագիտարաններ պետք էր կարդալ, ծանոթներով, ինչ որ բան։ Հիմա էլ հակառակը այնքան շատ է ինֆորմացիան, քո ուզածը գտնելն է այդտեղ դժվար։ Բայց մարդիկ եթե կոնկրետ գիտեն ինչ են ուզում, ինչ են սիրում, ու անհնար չի գտնում են։ Շատ լավ։
Մեզ մնում է միայն ձեզ շնորհակալություն հայտնել, որովհետև շատ կարևոր գործ եք անում։ Ինձ նաև հետաքրքիր է, նշեցիք, որ կապա երբ կոմերցիա, հա, եւ կապա, որ ձեր սրտից է գալի։ Շատ երգիչներ միայն կոմերցիայի հետևից են գնում եւ կորցնում են իրենց դեմքն ու ոճը։ Դուք չեք կորցնում ու նաև տալիս եք նորություն։ Սա ձեր ներքին ասելիքն է, որի միջոցով փորձում եք խոսել թեկուզ քչաթիվ հանդիսատեսի հետ։ Ես քանի որ ունեմ պատմություն երկար տարիների որպես երգիչ, որպես արտիստ, շատ ափսոս կլինի իհարկե այդ ամենը կորցնել ու միայն երգել։ Իհարկե կոմերցիոն երգերն էլ, որ երգում եմ, ին ֆորմատի մեջ եմ պահում նորից չեք դավաճանում ձեր ձեռագրի մեջ եմ պահում, բայց նաև համադրելով այդ ամենի հետ, որ այսօրվա կյանքից ու կենցաղից դուրս չմնա եւ մենք չդառնանք միայն բողոքող արտիստներ, որ անցյալում լավ էր, հիմա ամեն ինչ վատ է, մեզ էլ չեն լսում, այս նոր սերունդը լրիվ փչացել է եւ այլն, չէ, իհարկե։ Եթե բանը հասել է դրան, ուրեմն մեղավորը դու ես, քո մեջ պետք է մեղավորությունը գտնես, որ դու կյանքի չես կարողացել ճկուն լինել, քո երաշտական ներկայացնելու նոր ձևերի մեջ չես կարողացել ճկուն լինել եւ դուրս ես մնացել այդ հորձանուտից, այսպես ասած։ Գուրգեն, կարելի է համարել, որ այս ստեղծագործությունները, որոնք որ ինչպես ասացիր, երկու մասի է բաժանվում, հա, քո ստեղծագործական կյանքը, կոմերցիոն եւ ոչ կոմերցիոն։ Այդ ոչ կոմերցիոն հատվածը նաեւ քանի որ դու թելադրող ես քո ժանրով, մեսիջ է եկող սերունդին, ինչպես նաեւ այսօրվա ստեղծագործողներին, որ կարելի է այսպիսի գործեր անել։ Իհարկե, ես այս երգերը, որոնք երգում եմ, հենց նաև այդ նպատակով է, որ երիտասարդները նախ լսեն, որտեվ շատերը չգիտեն։ Ցավոք սրտի, շատերից ես լսում եմ, որ չգիտեին նման երգերի մասին, նախ լսեն, իմանան, ուսումնասիրեն, նաև ինչի՞ չէ, իրանք էլ կատարեն։ Իրենք կատարեն իրենց ձևով, իրենց կատարողական անհատականությունը ներդնելով երգի մեջ, որովհետև այս երգերը շատ ափսոս եմ, որ այսքան տարի եկել մեզ են հասել եւ ինչ որ պահից սկսած այդ կապը կտրվի, պետք է անենց անել, որ կապը չկտրվի, թելը միշտ մնա։ Եվ ամենակարևորը այն է, որ իդեպ այս սոցիալականացվածությունը, որ Անահիտը նշեց, սոցիալական ցանցերում այն ունի բազմաթիվ հազարավոր, տասնյակ հազարավոր լավ մեկնաբանություններ, դիտումներ, այսինքն ինքը ունի իր արժևորումը, նշանակություն չունի, այսինքն դա ճիշտ ներկայացնելու եւ այսօր նաեւ հանրությանը մատուցելու խնդիր կա։ Տանք եւ ստանք։ Ես նույնիսկ մեկնաբանությունները ընթերցում էի, այ շատերը գրում էին, որ բարդագույն երգ է, բայց անհրաժեշտ էր մեզ նաեւ այս կատարումը ունենալ ու շնորհակալություն էին հայտնում հենց երգին անդրադառնալու համար։ Ժողովրդի մոտ նաեւ ասեմ ձեզ, որ կա ծարավ նմանատիպ գործերի, որովհետեւ այս համատարած աղմուկի մեջ նաեւ շատ մարդիկ ուզում են գտնել հասարակ ջուր, հասարակ ջուր։ Ինչ որ հյութ չէ, ինչ որ քաղցր ավելացրած չէ, ինչ որ հավելումներով չէ, գույն տված չէ, ուղղակի իրական մաքուր ջուր։ Իսկական ջուրը ամենահեշտն, ամենամոտն է մեզ, բայց այնքան շատ բաներ կան, որ արդեն այդ հասարակ ջրին շատ անգամ մարդիկ կարոտ են մնացել ու որ գտնում ուրախանում են։ Եվ այս երգը ես համարում եմ այդ համեմատության մեջ, եւ տեսեք, օրեր առաջ ես երգել եմ Հատիսի Գագաթի Հայն է գալիս երգը, մի քանի օրում միլիոնից ավել մարդ է նայել։ Ես դիտել եմ։ Այս երգը մոտ 600,000 մարդ է նայել, այսինքն դա ինչ է նշանակում։ Եթե ասեն չեն սիրում, էլ ոչ մեկ չի լսում, ումա պետք է այս երգերը։ Բառապացույց որ ծարավ են։ Կան նաև այս երգերի սիրողներ եւ պետք է նաև լինեն ներկայացնողներ։ Ինչ է սպասվում ապագայում այս տարվա մինչև մի քանի ամիս է մնացել ամփոփումը, Գուրգեն Դաբաղյանի ստեղծագործական կյանքում կան պլաններ, նոր տեսալվակներ, ստեղծագործություններ կան, ձայնագրման ընթացքի մեջ են մի քանի երգեր, տեսնենք այս տարի կհասցնենք տեսահոլովակները նկարահանել թե չէ, բայց մյուս տարվա մեջ մի քանիսը արդեն կներկայացնենք, որովհետև կնկարահանենք կամ մյուս տարվա սկիզբ կամ այս տարվա վերջ։ Էլի երկու ճակատով այս երկու ֆրոնտով էսպես ասած կռվում ենք այս երգերը եւ մյուս երգերը, որոնք ժողովրդի համար կապահովեն ուրախություն, բարձր տրամադրություն եւ ինձ համար էլ նոր սիմուլ ստեղծագործելու։
Իրականում անչափ շնորհակալ ենք ձեզ, նախ որ անդավաճանեք ձեր ոճին, որ պայքարում եք մի քանի ֆրոնտերով ու մատուցում եք, գիտեք, որակյալ մաքրամաքուր շատ լավ օրինակ բերեցիք մաքուր ջրի, հա։ Այս որակյալը պահում եք, ինչը շատ կարևոր է ու իմ համար, այո, այն արտիստները, ովքեր ներկայացնում են մեր իրական երաժշտությունը, իրենց ֆրոնտում մարտիկներ են, իրենց ձևով ու իրենց լեզվով, երաժշտության լեզվով են պայքարում այն ամենի մեջ, ինչ այսօր մեղմ ասած այդքան էլ հաճելի չի ու ուրիշ ուղղությամբ է գնում։ Վստահ եմ, որ նաև թշնամի երկրներից են շատ տարբեր կոմենտներ եւ մարդիկ աշխատում, հա, ձեր դեմ, բայց դուք միևնույն է պայքարում եք, իսկ սա միմիայն գովելի է, շնորհակալություն ձեզ։ Ես կհավելեմ, որ ոչ միայն պայքարող է Գուրգեն Դաբաղյանը, այլ նաև դաստիարակող է, որովհետև քո արվեստը, այն ինչ դու ներկայացնում ես այսօր առավել քան կարևոր է մեր այսօրվա սերնդի եւ վաղվա սերնդի դաստիարակության գործում, որտեղ յուրաքանչյուր քո ստեղծագործություն, ես ինքս անձամբ հետևում եմ քո ստեղծագործական կյանքին, հատուկ դիտում եմ այն ինչ ունենում ես եւ դա շատ կարևոր է, ելի եմ ասում, ոչ միայն ինձ համար, այլ նաեւ այն եկող մեր երեխաների համար, որ դու անում ես եւ շնորհակալություն դրա համար, երբեք չկոտրվես եւ իհարկե կարող են լինել նաեւ այնպիսի կարծիքներ, որոնք որ ընդհանրապես ոչ մեկի հետ կապ չունենան, բայց այդ կարծիքները ժամանակավրեպ են կանցնեն, իսկ կմնա այն ինչ դու ստեղծել ես։ Իսկ Գուրգեն Դաբաղյանը միշտ կմնա դեռ մանկությունից։ Էնպես որ շնորհակալություն ձեզ, որ այսօր մեր հյուրն եք։ Համար եւ հրավերի համար այս հնարավորությունը ընձեռելու համար։ Շնորհակալություն քեզ։ Սիրով։ Իսկ մենք այսօրվա համար նախատեսել էինք այսքանը եւ առաջարկում ենք մեր եթերում կրկին շարունակվի լսվել մաքուր, զուլալ երգը։ Այո, մենք ձեզ մաղթում ենք հաջողություն, իսկ դուք վայելեք Գուրգեն Դաբաղյան։ Լավ որ բոլորիդ կհանդիպենք հաջորդ աշխատանքային առավոտ։